Ղուկաս ավետարանի մեջ կարդում ենք սերներ 11-րդ գլուխ 29-ից 32 խոսքերը։ Եվ երբ որ ժողովուրդները նրա վրա դիզվում էին, սկսեց ասել. այս ազգը չար է, նշան է խնդրում, եւ նշան չի տրվել սրանց, բայց միայն Հովնան մարգարեի նշանը։ Որովհետև ինչպես որ Հովնանը նշան եղավ նինվեացիների համար, այնպես էլ մարդի որդին այս ազգին կլինի։ Հարավի թագուհին դատաստանում վեր կկենա այս ազգի մարդկանց հետ եւ կդատապարտեն նրանց, որովհետև երկրի ծայրերից եկավ Սողոմոնի իմաստությունը լսելու եւ ահա Սողոմոնից էլ ավելին է այստեղ։ Նինվեի մարդիկ դատաստանում վեր կկենան այս ազգի հետ եւ կդատապարտեն սրան, որովհետև նրանք Հովնանի քարոզչությունով ապաշխարեցին եւ ահա Հովնանից էլ ավելին է այստեղ։ Սերներ, աշխարհի ծայրերից գալիս էին Տեր Հիսուս Քրիստոսին լսելու, ուրախանում էին, բժշկվում էին, հրաշքներին ականատես էին լինում եւ բժշկված գնում էին իրենց տները։ Հեթանոս ազգեր, տարբեր ազգություններ, բայց հրյա ազգը, որ միջև այսօր սպասում է Մեսիային, Տեր Հիսուս Քրիստոսին մերժեց, չընդունեց եւ տարբեր առիթներով բազում անգամներ նշաններ խնդրում, ապացույցեր խնդրում, որ ինքը Հիսուս Քրիստոսն է Մեսիան։ Եվ այդպես շարունակ եւ ահա այստեղը որ կարդացի, Տեր Հիսուս Քրիստոսը ասեց այս չար ազգին նշան չի տրվելու, բայց միայն Հովնան մարգարեի նշանը։ Սաբայի թագուհին, որ այսօրվա Արաբիան Եթովպիայի երկիրն է, լսել էր Սողոմոնի իմաստության մասին։ Սողոմոնը այդ իմաստությունը խնդրել էր հենց Հիսուս Քրիստոսից, եւ Հիսուս Քրիստոսը իրան օժտել էր այդ իմաստությունով։ Սողոմոնը Դավթի սերունդից էր, Դավթի տղան էր, եւ Տեր Հիսուս Քրիստոսը մարդու մարմնի կողմանը Դավթի սերունդից էր։ Եվ հիմա ասում է, որ եթե Սողոմոնի իմաստությունը այդքան սիրում եք, լսում եք, հարգում եք, այդ թագավորի նման միջև այսօր խոսում եք, հազարավոր տարիներ անցել է, ինքներդ էլ ասում եք, որ Սաբայի թագուհին եկել է, զարմացել է։ Այսօր Սողոմոնից մեծն է ստեղ, բայց դուք չեք կարող լսեք, չեք կարող հավատաք։ Սողոմոնի իմաստությունով պարծենում են, բայց Տեր Հիսուս Քրիստոսի ամեն մի խոսքը մարգարիտ էր եւ նրանք մերժում են եւ չեն ընդունում սերներ։ Ես ուզում եմ այդտեղ կարդամ, որ այդ օրերում Սաբայի թագուհին եկել էր եւ Սողոմոն իմաստությունն ասեց, հետաքրքիր է, որ ինքը ճանաչում էր Եհովա Աստծուն, որ չճանաչեր այսպիսի խոսքեր չէր ասի, հասկացվում է, որ Աստվածապաշտ էր եւ իրան հետաքրքիր էր, լսել էր Սողոմոնի իմաստության մասին ու հենց եկել էր այդքան ճանապարհը կտրե եկել էր։ Եվ երրորդ թագավորած 10-րդ գլխի մեջ է գրված 7-րդ խոսքից կկարդամ։ Եվ ես չէի հավատում այն խոսքերին, Սաբայի թագուհին է ասում է, եւ ես չէի հավատում այն խոսքերին, մինչեւ որ եկա եւ իմ աչքերը տեսան եւ ահա ինձ կեսն է չէին պատմել։ Դու իմ լսած համբավից ավելի իմաստություն եւ բարիք ունես։ Երանի քո այս մարդկանց, քո այս ծառաներին, որ միշտ քո առաջին կանգնած են եւ լսում են քո իմաստությունը։ Երանի ատալ են մարդկանց, ով որ Սողոմոնի առաջ կանգնած Սողոմոնին ծառայություն էր անում սեներ։ Եվ ասում է լսում են քո իմաստությունը։ Եվ 9-րդ խոսքի մեջ ասում է քո Եհովա Աստվածը օրհնյալ լինի, որ քեզ հավանեց, քեզ Իսրայելի աթոռի վրա դնելու։ Եհովան Իսրայելին հավիտյան սիրելով քեզ թագավոր է դրել, որ իրավունք եւ արդարություն անես։ Եհովան Իսրայելին սիրելով քեզ թագավոր է դրել։ Ամենամեծ հայտնությունը, ամենամեծ նշանը Սուրբ գրքում դա երկնային հոր հայտնությունն է, որ Տեր Հիսուսը տվել է, որ երկնքում սիրող հայր ունես
եւ այդ հայրը քեզ սիրում է։ Սրանից մեծ նշան, սրանից մեծ հայտնություն չկար, բայց Տեր Հիսուսը տվեց այդ հայտնությունը։ Երբ որ աղոթք անել էր սովորացնում, երբ որ հայր մերը սովորացրեց, հայր մեր աղոթքի մեջ ինքը այդ հայտնությունը տվեց, որ երկնքում հայր ունես։ Եվ քո երկնային հայրը քեզ շատ սիրում է։ Սրանից մեծ նշան Իսրայելին պետք չէր։ Բոլոր ազգերը իրենց աստվածներից, ճակերտների մեջ, այսինքն չաստվածներից սարսափում են, սարսափելով են ծառայում։ Իսրայելը կարծես հայտնվել էր այդ կարգավիճակում, որ Եհովային վախից ու սարսափից էր ծառայում, որ հանկարծ Եհովայի օրենքները չպայն կտա մեզ կսպանի, որ հանկարծ այս բաները չանենք, մեր վրա այս պատիժները կթափվի եւ այսպես շարունակ։ Հիմա Տեր Հիսուսը եկել է ասում է, որ ձեր երկնային հայրը ձեզ սիրում է, բայց իրանք քարերը վերցնում են, որպեսզի Տեր Հիսուսին քարկոծեն սերներ։ Չեն ընդունում Տեր Հիսուս Քրիստոսի աստվածությունը չեն ընդունում։ Դրանից քիչ առաջ մեծ հրաշքներ էր արել։ Հովանու ավետարանի մեջ որ կարդում ենք, Ղազարոսին հարություն էր տվել, բայց Տեր Հիսուս Քրիստոսին ուզում են քարկոծելով սպանեին Ղազարոսին էլ հետը։ Հովանու ավետարանի մեջ 12-րդ գլխի մեջ կարդում ենք սերներ, թե Աստված ինչքան էր բարձրացրել Տեր Հիսուսին։ Հովանու 12:28-ից կկարդամ։ Հայր, փառավորիր քո անունը, եւ երկնքից ձայն եկավ, թե փառավորեցի էլ եւ դարձյալ կփառավորեմ։ Եվ ժողովուրդը, որ կանգնած լսում էր, ասում են որոտմունք եղավ։ Ուրիշները ասում են հրեշտակ խոսեց։ Մարդիկ լսում են երկնքից երկնային հոր ձայնը, որ Տեր Հիսուս Քրիստոսին փառավորում է եւ դարձյալ պիտի փառավորի, ասում են որոտմունք եղավ։ Մարդը չի ուզում լսել։ Եսայի մարգարեության խոսքն է կատարվում։ Եվ նրանք իրենց ակաժները զարկեցին, որպեսզի չլսեն։ Լսելով կլսեք եւ չեք լսի։ Տեր Հիսուս Քրիստոսը շատ լավ է էսի բացատրում։ Անցյալ շաբաթ մենք Ջանիկ եղբոր հետ մեր Հայաստանի ժողովարներից մեկում եղանք, որտեղ պարսիկների ժողով էր ու դրանից հետո պետքա հնդիկների ժողով լիներ։ Մենք տեսանք հիմնականում երևի 90%-ը երիտասարդություն էր, պարսիկներն էին սկզբից, պարսկական ժողով էր։ Ես սրտիս մեջ ուրախանում եմ, ասում Տեր Աստված, հələ աշխարհի ինչ ազգեր են ապաշխարում, պարսիկը, ռադիկալ մուսուլմաններ, իրանք բոմբերը կապում վրան էթում են, չգիտեմ, տրակցնում են, մտամ Ալլահին լավ բան են անում։ Այս մարդիկ եկել են, հավատում են քեզ Տեր։ Դրանցից հետո հնդիկներն են, որ 1000-ից ավել կրոն կա Հնդկաստանում, բայց ճշմարտությունը քո մեջ տեսել են եւ սրտանց սիրում են քեզ եւ ապաշխարում են սերներ։ Այդ պարսիկ երիտասարդներից մեկի հետ խոսացի, այնց անգլերեն շփվում ենք, ինքը ես բացատրեցի, ասացի, բա ոնց հա դուք այդ ազգնեք, ոնց եկել այդ մուսուլմանությունը, քրիստոնեությունը, անհամատեղելի է, դու այդպես քո երկիր քեզ կսպանեն, այնտեղ կսպանեն քեզ։ Գիտեք ինչ ասեց։ Ասեց եղբայր ջան, դու չգիտես, Պարսկաստանում մեծ, շատ մեծ ծածուկ քրիստոնյաներ կան։ Ուղղակի ասենք այդ վախից, այդ իրանց այդ մեծամեծների վախից այդ ամեն ինչը ծածուկ արվում, բայց ես քեզ հավաստիացնում եմ, որ մեր ազգի մեջ միլիոնավոր քրիստոնյաներ կան։ Ես զարմացա սերներ։ Հիմա Տեր Հիսուսը ասում է, որ Սաբայից թագուհին եկել է, այդ Սողոմոնի իմաստունով զմայրվել է եւ Եհովայի անունը կանչել է ու ասում է, որ այդ Եհովային, որ դու պաշտում ես, ինքն էլ որ Իսրայելին սիրում է, քեզ դրա համար դրել է թագավոր, իմաստությունը որ օժտել է քեզ, որ կարողանաս կառավարես իր ժողովրդին։ Բայց Սողոմոնից մեծն աստեղ կանգնած եւ ձեզ հավիտենական կյանքի վրայով խոսում է, եւ դուք չեք հավատում։ Նշան եք խնդրում։ Մի հատ նշան ցույց տուր։ Ասում է Հովնանի նշանից
բացի ավել նշան ձեզ չի տրվելու։ Հովնանի նշանը դա իր մահվան եւ հարության խորհուրդ ուներ, որ հետագայում խաչը պիտի բարձրանար եւ իրաններին վեր պիտի առներ, իրան սիրողներին սերներ։ Շարունակության մեջ ասում է Հիսուսը պատասխանեց ու ասեց. այս ձայնը ոչ թե ինձ համար եղավ, որտեղ ինձ ասում եք, չգիտենք, կայծակեր, որոտմունքեր, հրեշտակ խոսած, ասում իմ համար չեղավ այդ ձայն, այլ ձեզ համար եղավ, որ դադարեք նշան խնդրելուց։ Այսօր մեր օրերում էլ է դա տարածված։ Գիտեք, հիմա տարածված չի։ Ցավալին է նա, որ հենց քրիստոնյաների մեջ է տարածված։ Բայց Աստված ձեզ սիրում է, բաղից ձեր վիճակը, բասենց։ Ես եթե Աստված սիրում է այդ նախադասությունը իմ կյանքում մերժել եմ։ Եթե Աստված տենց գոյություն չունի իմ կյանքում, Աստված սիրում է եւ վերջակետ։ Եթե բառը չկա։ Դա հենց առաջինը սատանան բերեց։ Այդ եթե Աստված սիրում է, դա հենց սատանայի խոսքերն է, որ ասեց Եվային։ Սեներ, Աստված մեզ սիրում է եւ վերջակետ։ Եվ մեր կյանքում ինչ դիպված է լինի, նրա սիրո արտահայտությունն է, փառք Տիրոջը։ Եվ այս ամեն ինչի մեջ, երբ որ դու կանգնում ես ու դավանում ես Հիսուս Քրիստոսի անունը, տո նշաններ ալնում, բժշկություններ ալնում, ամեն ինչը լնում է։ Այն քրիստոնյան, որ ընկած է նշանների հետևից, կուրացած է, կներեք, բայց Սուրբ Գիրքը այդպես ասում։ Տեսնելով կտեսնի եւ չի տեսնի։ Շարունակության մեջ ասում է, այդ ձայնը իմ համար չեղավ, այլ ձեզ համար, հիմա դատաստան է այս աշխարհի։ Հիմա այս աշխարհի իշխանը դուրս կգցվի։ Եվ ես երբ որ բարձրանամ երկրից, ամենքին կքաշեմ ինձ մոտ։ Եվ այս ասում էր, որ ցույց տար, թե ինչպիսի մահով պիտի մեռնի։ Սերներ, եւ երբ որ ես բարձրանամ, երբ որ Տեր Հիսուսը խաչ էր, ցույց էր տալի, թե ինչ մահով ինքը պիտի մեռներ։ Ինքը եկել էր, որպեսզի խաչը ելներ։ Եվ երբ որ խաչը ելներ, մեզ բոլորիս պիտի քաշեր։ Ոնց պիտի քաշեր։ Իր սիրով պիտի քաշեր։ Խաչը դա իր սիրո ապացույցն է, դա երկնային հոր սիրո ապացույցն է սերներ։ Մարդիկ, երբ որ այսօր գալիս են եւ ապաշխարում են այդ պարսիկ տղային, որ ես հարցրեցի, ամենամեծ հրաշքը ինքն էր։ Ասում են, ինձ ոչ մի նշան պետք չի, ինձ ոչ մի բան պետք չի, ես Հիսուս Քրիստոսին ինձ խորն եմ հավատում, իմ դարձը արդեն նշան է։ Ես ապշեցի։ Ես շատ ոչ մի հավատացյալից այդպես բան չեմ լսել։ Շատ հազվագյուտ, որ այդտենց խորը ընկալում ունի։ Մարդու դարձը ամենամեծ հրաշքն է։ Ամենամեծ նշանն է, որ Աստված տալիս է մարդու կյանքում, բայց մարդը դա ունենալով դարձյալ նշան է խնդրում։ Ինձ բժշկի հավատամ, իմ կյանքում էս արա հավատամ, իմ երեխան թող սենց լինի, այս տունը լինի, էսի լինի, այնի լինի։ Տեր Հիսուսը ասում է սկզբից երկնքի արքայությունը խնդրի, այն մնացած բաները կլինի, եթե չլինի էլի փառքես։ Տեր Հիսուսի արած գործը սքանչելի ասերներ։ Մենք պետքա սրտանց խորը հավատանք, մենք պետքա չնմանվենք այն չար իսրայելացիներին, որ ամեն վարքյան պատրաստ են քարերը վերցնեն եւ քարկոծեն։ Եթե մեկը համարձակվում է Աստծո սիրոց խոսալ, ոնց որ այդ քարերը լինեն մեր մեղադրանքները։ Մի անգամուց մեղադրանքները վերցնում, սկսում ենք իր առջև դնել, բա որ Աստծո զավակես, բախի սենց։ Էսի անհավատները նույնիսկ չեն անում, սերներ։ Սա խոր անհավատություն է։ Ինչ վիճակի մեջ դու լինես, ինչ հիվանդությունների մեջ դու լինես, մեկ Աստված քեզ սիրում է։ Կարող է շատ-շատերը չհասկանան, բայց քո հոգու խորքում դու ոչ միայն հասկանաս, այլ քո ցավերի տառապանքների մեջ տեսնես քո փրկչին ու գոհանաս ու փառք տաս։ Հիշեք Հոբին։ Հոբի իր տառապանքների մեջ գոհացող սիրտ ուներ սերներ։ Եվ վերջում Փիլիպեցիս 2-րդ գլխի 9-ից 11 խոսքերը կարդամ եւ աղոթքի կգանք։ Նրա համար էլ Աստված շատ բարձրացրեց նրան եւ նրան մի անուն շնորհեց, որ ամեն անունից բարձր է։ Ինչ Սողոմոն, ինչ Սուրբ Գրքից ինչ անուն ուզում եք դրեք, ամեն անունից բարձր անուն շնորհեց
Բոլոր ծնկերը Քրիստոսի առաջ պետք է ծնկի գան։ Այդ իմաստությունն էլ էր Սողոմոնին տվել Աստված, այդ հարստությունն էլ էր տվել, այդ ամեն ինչն էլ Աստված էր տվել, սերներ։ Եվ 10-րդ խոսքը ասում է, որ Հիսուսի անունով կրկնվի ամեն ծունկ երկնավորների, երկրավորների եւ երկրի տակ լինողների, եւ ամեն լեզու դավանե, թե Հիսուս Քրիստոսը Տեր է Հոր Աստծո փառքի համար։ Ուրեմն իմ սիրելիներ, ինչպես ամեն ժամանակ հնազանդվեցիք ոչ միայն իմ ներկայությունով, այլ հիմա էլ ավելի իմ բացակայությունով, ահով եւ դողով գործեցեք ձեր անձերի փրկությունը։ Վասնզի Աստված է, որ ներգործում է ձեզանում կամենալն էլ, անելն էլ իր հաճության պես։ Եկեք այդ չար մտքերից հրաժարվենք։ Եկեք այդ սատանայի եթեները չօգտագործենք մեր կյանքում։ Եկեք Հիսուս Քրիստոսը մեր կյանքում թող բարձրանա, փառավորենք նրա անունը։ Մենք չգիտենք մեր կյանքում մեր հաջորդ վարկյանը, մենք չգիտենք թե ինչ պետք է լինի մեր հետ, ոնց պետք է լինի։ Այդ ամեն ինչը Աստված գիտի։ Բայց մի բան հաստատ գիտենք, ինչպես եղբայրն էլ քիչ առաջ ասեց, որ հայրը սիրում է մեզ։ Էսի հերիքա, որ մենք երկինք գնանք։ Երկնքում ոչ հավատքա պետք, ոչ հույսա պետք, դու այդ ամեն ինչը քո աշկերով տենալու ես։ Ոչ բժշկությունա պետք, դու ընդ չես էլ հիվանդանալու։ Այս երկրի վրա է, որ սահմանափակված է մահով եւ դրա պատճառը մեղքն է։ Հիվանդությունները եւ մահվան պատճառը մեղքն է, որ սատանան մտցրեց։ Եվ դրանով սահմանափակեց մարդու կյանքը։ Ի սկզբանե այդպես չի եղել։ Դրա համար Աստված օրհնի։ Ես առաջարկում եմ, ինչ վիճակի մեջ կաս, դու դավանի, ասա իմ երկնային հայրը ինձ սիրում է։ Աղոթենք։ Փառավոր